Ավետարանը Սթովանու, գլուխ 3. Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Աստված օրհնի սիրելի եղբայրներ ջան, քույրեր ջան, փառք Տիրոջը, սրտաս փառտանք Տիրոջը, որ Տիրոջ տան մեջ ենք։ Աստծո խոսքը սիրելիներ Երեմիա 30:21-ում այսպես ասում. ասում է ով է անիկա, որ իր սիրտը պատրաստեց ինձի մոտենալու։ Սա շատ կարևոր համար է սիրելիներ, Սուրբ գրքում բոլորն է կարևոր են, ուղղակի իմ սրտում կա մի փոքր խոսել այս մասին, ով է անիկա, որ իր սիրտը պատրաստեց ինձի մոտենալու, որովհետև մեր կողմը սիրելիներ սա է, որ մենք մեր սիրտը պատրաստենք Տիրոջը մոտենալու։ Աստված ամեն բան արել է եւ անում է, ուղղակի իմ կողմը կա, որ ես ինչպես եմ լսում, ես ինչպես եմ մոտենում։ Եղբայրը խոսեց, չէ, պաշտամունքի ընթացքում Աստծո խոսքը լսում եմ, թե չէ, թե ամեն պարագայում դուրս եմ գալի, ներս եմ մտնում, սիրելիներ, սա իմ կողմն է։ Եվ կուզեմ խոսել Սերմնացանի առակի մասին, մեզի քաչ հայտնի տեղեր են, Մարկոս ավետարան 4 գլուխ 13-ից արդեն մեր Տեր Հիսուս Քրիստոսը Սերմնացանի առակը մեկնում է, Մարկոս 4:13-ից։ Ու ասում է, ապա ասավ անոնց, այս առակը չեք գիտեր, ուրեմն ինչպես պիտի գիտնաք բոլոր առակները, սերմ ցանողը խոսքը կցանե, ճամփուն քովինները անոնք են, որոնց մեջ խոսքը կցանվի, ու երբ լսեն, շուտ մը սատանան կգա եւ անոնց սրտերու մեջ ցանված խոսքը կհանե։ Տեսնում եք առաջի պարբերությունը, սիրելիներ, սա 4 պարբերություն է, ճամփի քովինները անոնք են, երբ որ ցանվում է, ինչ արինում սատանան գալիս է ու խոսքը գողանում է, սիրելիներ։ Այսինքն այս մարդիկ մնում են ճանապարհին, այս մարդիկ չեն էլ խորանում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը Հովանու ավետարան 10 գլուխ 10 խոսքում այսպես էր ասում էր գողը ուրիշ բանի համար չի գալի, հապա գալիս է գողանալու, սպանելու ու կորսնցնելու։ Գողը այսինքն սատանան ուրիշ բան չի գալի անի, գալիս է որ մեր սրտերի մեջից սիրելիներ Աստծո խոսքը գողանա։ Ահա ինչի համար է գալի գողը, սիրելի եղբայրս, քույրս։ Եվ Հիսուսն ասում էր, բայց ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ էլ ավելի ունենաք։ Հովանես առաքյալը ասում է, ան որ Աստծո որդուն ունի, նա կյանք ունի։ Առաջի Հովանու 5:12-ը։ Ահա ինչի համար է գալի գողը։ Ու մարդը մնում է այս ճանապարհին, Աստծո խոսքի մեջ չի խորանում, սիրելիներ։ Եվ տեսեք երկրորդը 16 խոսքից շարունակում եմ։ Ասում է, ապարաժուտ տեղերու վրա ցանվածները անոնք են, որ երբ լսեն խոսքը, շուտ մը ուրախությամբ կընդունեն զանիկա, բայց իրանց մեջ արմատ չունենալով քիչ ժամանակ կտևե, ետքը երբ նեղություն կամ հալածան կլա խոսքի համար, շուտ մը կգայթակղվեն։ Ղուկաս ավետարանիչն էլ 8 գլուխ 13 խոսքում այսպես ասում այստեղի համար, ասում է ապարաժի վրայինները անոնք են, որ երբ լսեն ուրախությամբ կընդունեն խոսքը, բայց արմատ չունեն, ատեն մը կհավատան ու փորձության ժամանակ կհեռանան, այսինքն փորձության ժամանակ կհեռանան։ Այս մարդիկ սիրելիներ չեն պատկերացնում հնարավոր է որ փորձություն, նեղություն կարա լինի, իրանք որ գալիս են Հիսուսին, մտածում են դե իրանց հարցերը պետքա լուծվի, իրանք ինչ որ Տիրոջից խնդրեն պետքա լինի, առանց նեղության, առանց դժվարության, առանց հալածանքի, ուրախ պետքա այսպես քայլեն Աստծո ճանապարհների մեջ, ինչ որ ասեն Տերը պետքա լուծի։ Բայց ինչ էր ասում մեր Տեր Հիսուս Քրիստոսը, սիրելի եղբայրներ, քույրեր ջան, ասում էր նեղ է այն դուռը ու նեղված է այն ճամփան, որ ուր է տանում, կյանք է տանում, չէ՞, իսկ լայն այն դուռը ու լայն այն ճամփան, որ դեպի մահվան է տանում, սիրելիներ։ Աստծո խոսքը մեզի չի ասում, որ դու նեղություն, դժվարություն, փորձություն չես ունենալու։ Ընդհակառակը, երբ որ Պողոս առաքյալը, Բարնաբասը շրջում էին հեթանոստերի մեջ, քարոզում էին ավետարանը, Աստծո խոսքը, նրանք ինչ էին ասում, սիրելիներ։ Գործք առաքելոց 14:21-ը կուզեմ կարդամ, 14:21-ը։ Ասում է աշակերտների սրտերը հաստատելով եւ հորդորելով, որ հաստատ մնան հավատքի մեջ եւ կսեին, թե շատ նեղությունով կրնակ Աստծո թագավորությունը մտնել։
ինչպես կարնակ մտնել շատ նեղությունով, այսինքն հաստատում էին աշակերտներին հավատքի մեջ եւ նրանց հորդորում էին։ Բայց եթե մեկը ուրիշ ավետարան է քարոզում, սիրելի եղբայրս, քույրս, որ ասում է, չէ, դու գաս Հիսուսին, Հիսուսը քո ամեն հարցերը կլուծի, դու պրոբլեմ չես ունենա, դու կհարստանաս եւ այլն, սա ավետարանը չի, սիրելի եղբայրներ, քույրեր, ավետարանը մեզ այլ բան է խոսում։ Այդ իսկ պատճառով այս մարդիկ այս ճանապարհի մեջ այս նեղությունը տեսնելով շուտ հեռանում են Աստծուց։ Ուրախությամբ ընդունում են, բայց այս նեղություն հալածանք է գալի, թողնում են Տիրոջը։ Եվ հիմնական շեշտը, որ կուզեմ դնել, ես 3-րդ ու 4-րդ պարբերություններն է, սիրելիներ, փուշերու մեջ ցանվածները, 18 խոսքից են կարդում, ասում է փուշերու մեջ ցանվածները անոնք են, որ երբ խոսքը լսեն, աշխարհի զբաղմունքները ու հարստության խաբեությունները եւ ուրիշ բաներ ու ցանկությունները մեջ մտնելով խոսքը կխեղդեն ու կլան անպտուղ։ Իսկ աղեք հողի մեջ ցանվածները անոնք են, որ խոսքը կլսեն եւ կընդունեն ու պտուղ կտան, մեկու տեղ 30, մեկուն տեղ 60, մեկուն տեղ 100։ Սիրելիներ, մի բան հարցնեմ, այս մարդիկ, այս փուշերու մեջ ցանվածները հնարավոր է եկեղեցի գան, եկեղեցում ծառայեն, եկեղեցում վազեն, քարոզեն, երգեն, նվագեն, հնարավոր է թե հնարավոր չի։ Իշքան մարդ կար, սիրելի եղբայրներ, քույրեր ջան, այստեղ տարիներով հոգիներ կան, ովքեր 20, 30 եւ հնարավոր ավել Տիրոջ տան մեջ են։ Իշքան մարդիկ կային ձեր կողքը նստած, որ այսօր չկան, սիրելիներ։ Իշքան մարդիկ կային, որ ձեզ հետ եկել են Միացյալ Նահանգներ, եկել են, ծառայել են, հնարավոր է վազել են, բայց այսօր չկան այս մարդիկ։ Տիրոջ տան մեջ չեն։ Այս փշերի մեջ, այս պարբերությունները, որ կարդացինք, հարստության խաբեությունները, աշխարհի ցանկությունները եւ ուրիշ բաների ցանկություններ, այս մարկանց ճնշել է ու խեղդել է, ու այս մարդիկ չկան, սիրելիներ։ Այսօր ես առաջինց եմ ասում, ով որ գալիս է Միացյալ Նահանգներ, կապ չունի տեղը, մենք բոլորս ինչ ենք ասում ենք, դե Աստված կամեցավ, չէ՞ որ եկանք։ Ես չեմ հանդիպել մեկին, ինձանից սկսած առաջինց եմ ասում, որ ոչ մեկ չվիրավորվի։ Ոչ մեկի չեմ հանդիպել ինձանից սկսած, որ գալիս ենք Միացյալ Նահանգներ, ասենք դե Տերը չի կամեցել, չէ։ Մենք մեզանով ենք եկել։ Բոլորս էլ ասում ենք դե Տերն է կամեցել, Աստված է մի դուռ բացել, եկել ենք Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա կամ Ռուսաստան։ Այս վիճակը Հայաստանում է կա, ես չեմ ասում Հայաստանում չկա, բայց այս մեր միջավայրի մեջ եմ խոսում, որ մեզի հասկանալի լինի։ Բայց անցնում է ժամանակ, տեսնում ենք այդ մարդիկ չկան։ Ու ես որ տեսնում եմ այս խոսքերը, սիրելիներ, անձնաքննություն եմ անում ու նայում եմ վիճակներին, ասում եմ Հիսուս ջան, իմ մեջ կարծես վախ է գալի։ Ասում եմ Տեր ջան, չլինի թե հանկարծ այս փշերը մի օր ինձ խեղդեն։ Այսինքն առաջի տեղը, որ ես ասացի, չէ, Երեմիա 30:21-ում, ով է անիկա, որ իր սիրտը պատրաստեց։ Այսա շատ կարևոր տեղ է, սիրելիներ, որովհետև սերմը ցանվում է պատրաստ սրտի մեջ ու նա է պտուղ տալի, նա է արդյունք տալի, թե չէ մենք չենք մնա Տիրոջ տան մեջ, մենք կհեռանանք, սիրելիներ։ Ինչպես առաջի եղբայրը, որ խոսեց, որ ես էլ շեշտեցի, չենք կարում մի ժամ ու կես պաշտամունքի նստենք, գալիս ենք գնում ենք, րոպեն մեկ ներս ու դուրս ենք անում, կարծես ձանձրացել ենք Աստծո խոսքից, ձանձրացել ենք պաշտամունքից, ելեն առաջվա ծարավը չկա, մի հատ հարց տուր քեզի, սիրելի եղբայրս, քույրս, ես էլ ինձի, երբ ես այցելվել վերջի անգամ Քրիստոս Հիսուսով, երբ է Հիսուսը քո հետ վերջի անգամ խոսած է, մի հատ հարց տամ ես ինձի, մի հատ ավակ եղբայր կար մեր ավակ եղբայրներից, մի օր իր հետ հանդիպել էինք մեր եղբայրներից մեկի տանը, զրուցում էինք ու եղբայրը ասեց, մի օր հիվանդանոց էի գնացել մեր եղբայրներից մեկին տեսնելու ու տեսա եղբայրը արտասվում է։ Ասում ասեցի դե ոչինչ եղբայր ջան, ինչի ես արտասվում, կանցնի ես վիճակդ կլավանա, ասեց եղբայր, ես չեմ արտասվում, որ հիվանդ եմ, ես արտասվում եմ, որովհետև Աստված 2 օր ինձ հետ չի խոսել։ 2 օր Աստված ինձ հետ չի խոսել, ես դրա համար եմ լացում։ Այսօր ես ու դու ինչի համար ենք լացում, սիրելիներ։ Լացում ենք մեր հոգսերի, մեր պրոբլեմների, մեր ֆինանսների, մեր հիվանդությունների, բայց չենք լացում, որ Քրիստոս կյանքի հետ երբ ես հաղորդ եղել։ Երբ այդ խոսքը քո հետ խոսած է, իմ հետ խոսած է, ինձի որևիցե բան փոխանց է։ Տեսեք, սիրելիներ, մի մարդ կար Դեմաս անունով։ Այս տեղերը այս վերջում իմ սրտում դրվել է, ես ուզում եմ խոսեմ, նաև փոխանցեմ ձեզ, Կողոսացիս 4:14-ում այսպես է գրում Պողոս առաքյալը, Կողոսացիներին ուղված նամակի 4:14-ում, երբ որ բարևներ է փոխանցում Կողոսացի եկեղեցիներին, ասում է բարև կնե ձեզի սիրելի Ղուկաս բժիշկը և Դեմասը,
Նաև ուզում եմ կարդամ Փիլիմոնի 24 խոսքը, Փիլիմոնը 1 գլուխ է։ Ուշադիր լսեցիք, բարև անում ձեզի Ղուկասը եւ Դեմասը։ Փիլիմոնի 24-ն եմ կարդում հիմա այլ։ Ասма նաև Մարկոս, էլի բարևներ ա փոխանցում, ժամանակի բերումով բոլորը չեմ կարդում, նաև Մարկոս, Արիստարքոսը, Դեմասը, Ղուկասը իմ գործակիցներս, այսինքն բարևում են ձեզի Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը, Ղուկասը իմ գործակիցներս։ Դեմասը Պողոս Առաքյալի գործակիցն էր, Պողոս Առաքյալի ընկերն էր կարծես, Պողոս Առաքյալի հետ քայլող մարդ էր, եւ իմի տեսնենք սիրելիներ, 2 Տիմոթեոս 4 գլուխ 9 խոսքում ինչ ա գրված Դեմասի մասին։ Ովքեր կարդացել են, արդեն ինձ թվում է հասկանում են 2 Տիմոթեոս 4 գլուխ 9 խոսքը։ Ասում է Ջանա Տիմոթեոսին ասում, Ջանա շուտով ինձի գալ, վասնզի Դեմասը զիս թողեց ու աշխարհը սիրեց եւ գնաց Թեսաղոնիկե։ Տեսակ ինչ կատարվեց։ Դեմասը աշխարհը սիրեց ու գնաց Թեսաղոնիկե։ Այս մարդը քայլող մարդ էր, ծառայող մարդ էր, Պողոս Առաքյալի հետ շրջող մարդ էր։ Այն Առաքյալի, ում վրայից թաշկինակներ, գոգնոստեր էին տանում ու հիվանդները բժշկվում էին, ում միջոցով Տերը շատ հրաշքներ ու նշաններ էր անում, բայց ինչ կատարվեց, Դեմասը աշխարհը սիրեց։ Երբ որ խոսում էին երիտասարդների հետ, մի քույրիկ մեր քույրերից այսպես ասեց, Դեմասի մեջ հոսա մի անգամից չհայտնվեց, սա կամանց էր։ Մի անգամից չի լինում սիրելիներ, կամանց է այս աշխարհի ցանկությունները, այս աշխարհային վիճակները կամանց է մտնում մարդու ներսը, մի անգամից չի լինում, բայց ինչ է ասում Սուրբ Գիրքը մեզի, եթե մենք այս աշխարհի հետ մեր հարցերը չլուծենք, աշխարհը մեր հարցերը կլուծի, աշխարհը իմ ու քո հարցը կլուծի։ Սուրբ Գիրքը ասում է առաջի Հովանու 2 գլուխ 15-ից 17 խոսքերը, ասում է մի սիրեք այս աշխարհը ու ինչ որ աշխարհի մեջ կա, քանզի կուզեմ կարդամ այդ տողերը, քանզի ինչ որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկություն, աշկի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն, ասում է հորմեն չէ, հապա այս աշխարհեն է, վասնզի աշխարհս էլ կանցնի, աշխարհի ցանկությունն էլ, բայց ով որ Աստծո կամքը կկատարի, ինչ կլինի, հավիտյան կմնա։ Աշխարհը կանցնի, աշխարհի ցանկությունն էլ, այս ամեն բաները կանցնի ու կվերանա, ինչպես Աստծո խոսքն ասում։ Դրա համար սիրելի եղբայրս, քույրս, Աստծո խոսքը մեզի պատվիրում է հստակ եւ կոնկրետ, մենք պետքա ընտրենք այդ ճանապարհը։ Եթե ընտրել ես, քո սիրտդ պատրաստել ես, ուրեմն քայլի այս ճանապարհով։ Այս ճանապարհը նեղ է, այս ճանապարհը քարքարոտ է, այս ճանապարհը փշոտ է, բայց այս ճանապարհն է, որ ինձ ու քեզ տանում է դեպի ուր, դեպի հավիտենական կյանք։ Եվ տեսեք, սիրելիներ, երկրորդ օրինակը շատ օրինակներ կա, եւ երկրորդը, որ կուզեմ խոսել, սա խոսեցինք Դեմասի մասին, որ Պողոսի հետ էր, բայց Հիսուսի հետ էլ մարդիկ կային, աշակերտներ կային, որ Հիսուս Քրիստոս Տեր կենթանի Աստծո որդին էր, որ ինչ հրաշքներ նշաններ չէր արել, մեռելները հարություն էին առնում, երկնքից իջած կյանքը Հիսուս Տեր խոսում էր, քարոզում էր, շատ աշակերտներ կային, 72 հոգի աշակերտ էլ ուներ, չէ, Հիսուսի հետ շատերն էին քայլում, բացի 12 առաքյալներից, որոնց ընտրել էր։ Եվ երբ որ Հիսուսը Հովանու ավետարան 6-րդ գլխի մեջ խոսում էր ու ասում էր, ես եմ երկնքից իջած կենացածը, ով որ իմ մարմինը ուտի եւ իմ արյունը խմի, իր անձի մեջ կյանք կունենա, շատ աշակերտներ գրված է, որ այս խոսքը լսեցին, ճիշտ է գրված չի հենց 72-ը, գրված աշակերտներից շատերը, 6-ի 67-ից 69, շատ աշակերտներ, երբ որ լսեցին, ասում է, թողեցին Հիսուսին ու գնացին, շատ աշակերտներ սիրելիներ, ինչի համար, որովհետև գրված էր, չէ, կարդացինք, եւ ուրիշ բաների ցանկությունները կխեղդեն խոսքը, ուրիշ բաների ցանկությունները, այսինքն այս մարդկանց նպատակը Քրիստոսը չէր, իրանց նպատակը ուրիշ բաների ցանկությունն էր, իրանք հրաշքներ էին անում, նշաններ էին անում, զորություններ էին անում, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդ իշխանությունը տվել էր նրանց, բայց նրանց նպատակը կյանքի հետ ապրելը չէր, Քրիստոսի հետ հաղորդ լինելը չէր, սիրելիներ, դրա համար թողեցին ու հեռացան Հիսուսին, եւ Հիսուսը ինչ ասեց, 67-ից կարդանք, այս պատճառով իր աշակերտերեն շատերը ետ գացին եւ ալ իրան հետ չէին պտտում, այն ատեն Հիսուս 12-ին ասավ, միթե դուք էլ կուզեք երթալ, Սիմոն Պետրոսը պատասխան տվավ անոր, Տեր, որու պիտի երթանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, Տեր, որու պիտի երթանք,
Պետրոսը սիրելիներ շատ բան չէր հասկանում, նա էլ չէր ճանաչում Քրիստոսին այդպես, ոնց որ պետն է, բայց մի բան էր հավատացել, որ Հիսուս Քրիստոսը հավիտենական կյանքի խոսքերն ունի, թեպետ ուրացավ Պետրոսը, թեպետ շատերը սայթակեցին, ընկան նաև մնացած առաքյալները, ոչ միայն Պետրոսը սիրելիներ, բայց այն խոսքը, որ Պետրոսը ամուր բռնել էր եւ առաքյալները, որ որու երթանք Տեր, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, այդ խոսքերը սիրելիներ, նրանց մեջ հոգի ու կյանք դարավ, նրանք դարձան պտղաբեր հող ու պտուղ բերեցին, որը 30, որը 60, որը 100 սիրելիներ, ու ամբողջ աշխարհը քայլելով Աստծո խոսքով լեցրեցին, շատերը քրիստոնյա դարձան։ Տեսակ ինչ կատարեց Աստծո խոսքը Պետրոսի եւ մնացած առաքյալների կյանքում, այսօր իմ ու քո կյանքում է կարող այսպես կատարի սիրելիներ, եթե մենք հավատքով ընդունենք ու աճենք Աստծո խոսքի մեջ, ոչ թե տարիները անցնի, բայց մենք չաճենք։ Պողոս առաքյալը Եբրայեցիներին գրում է, սիրելիներ, եկեղեցուն գրում է 5-րդ գլուխ 11 խոսքում, Եբրայեցիների 5:11, ասում է, որում վրայով շատ ըսելիք ունենք, որ դժվար է մեկնել, վասնզի ձեր լսելիքները բթացած են։ Տեսեք ինչ ասում, շատ բան ունենք ասելու, բայց ձեր լսելիքները ասում է բթացած են։ Այսինքն մարդը չի կարում Աստծո խոսքը ընդունի, չի կարում լսի։ Հիսուսն ինչ էր ասում, Մատթեոս ավետարան, սիրելիներ 13-րդ գլխից կկարդամ, այս համարին կարծես լրացնող համար է, Մատթեոս 13:15-ից, ասում է, վասնզի այս ժողովրդի սիրտը թանձրացավ, եւ իրենց ականջներովը ծանր լսեցին, ու աչքերնին գոցեցին, որպեսի չլա թե աչքերով տեսնեն եւ ականջներով լսեն եւ սրտով իմանան ու դարձի գան եւ ես զանոնք բժշկեմ։ Ես առաջ այս տեղը որ կարդում էի, չէի հասկանում։ Ասում է, այս ժողովրդի սիրտը թանձրացավ եւ իրենց ականջներով ծանր լսեցին ու աչքերնին գոցեցին։ Մարդն է իր ականջներն ու աչքերը գոցում, որ Աստծո խոսքը չլսի, որ Աստծո խոսքը նրա սրտի մեջ չմտնի, որ Աստծո խոսքը չընդունի։ Հիմի նույնն էլ Եբրայեցիների եկեղեցին էր, հրեաներ էին այս մարդիկ, իրանք Աստծո խոսքի, Աստծո օրենքի մեջ մեծացած, հմուտ, վարժված մարդիկ էին, բայց չէին աճել այս մարդիկ։ Ասում է, ժամանակին նայելով պետքա սորվեստեիք, բայց դուք կարիք ունեք սորվելու։ Ես չեմ ասում, որ մարդը քարոզում է, ուրեմն ինքը աճել է, ոչ, սիրելիներ։ Ես անձամբ ինձ եմ ասում, ես շատ աճելու տեղ ունեմ, որ մարդը երգում է կամ նվագում է, ինքը աճել է, կամ պաշտոն ունի, ինքը աճել է, ոչ, սիրելիներ։ Մենք շատ աճելու տեղ ունենք։ Ես անձամբ ինձ եմ ասում, շատ աճելու։ Սա նշանակում է, որ մենք Քրիստոս կյանքի վրա, Քրիստոսի վրա պետքա հաստատվենք, սիրելի եղբայրս, քույրս։ Տեսեք ինչ ասում Կողոսացիները, մի երկու տեղ էլ կասեմ ու կգանք աղոթքի, եղբայրներն եք շարունակեն Աստծո խոսքը։ Կողոսացիս 2:6-ը, ասում է, ուստի ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուս Տերը, այնպես քայլեցեք, արմատ կապած, անոր վրա շինված ու հավատքի մեջ հաստատված, ինչպես սորվեցաք եւ անոր մեջ աճեցեք գոհությունով, ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուս Տերը, այնպես քայլեցեք, արմատ կապած։ Երբ ես պտուղ տալի, երբ եմ պտուղ տալի, երբ որ Քրիստոսի մեջ եմ լինում։ Հիսուսն ասում էր, առանց ինձ բան չեք կարող անել։ Առանց ինձ բան չեք կարող անել։ Այսինքն ես այդ խոսքը, սիրելիներ, պետքա խորացնեմ, իմ ներսը, իմ հոգու աշխարհի մեջ պետքա մտնի։ Ես երբ որ մի օր կարդում էի Սուրբ Գիրքը, հենց այս սերնացանի առակը, նստած էի իմ սենյակում ու ննջարանից դուռը կիսով չափ բաց էր։ Ու երբ որ կարդում էի, ասում եմ, Հիսուս ջան, ո՞նց անեմ, ես էս պտուղ տամ, ո՞նց անեմ, այսքան լծվեմ, այդ 100-ին հասնեմ, էլի պտուղ տամ, 30-60-ը կարծես տվել եմ 100-ն էի ձգտում։ Ու մեկը ոնց որ խոսար իմ հետ, ասեց, նա ես դուռը, ինչքան է բաց, դուռը շատ քիչ էր բաց։ Ասեցի, դե շատ քիչ է բաց, ասեց, իմի ես դուռը ինչքան բացվի, նույնն էլ քո սրտի դուռն է, այնքան Քրիստոսը, Քրիստոսի խոսքը ներս կմտնի ու դու պտուղ կտաս։ Այդ դուռը, որ այդքան բաց էր, ասեց, կարա մարդ մտնի, ասեցի, դե դժվար։ Մեկը ոնց որ իմ հետ խոսում էր սենց։ Ու ես է պատասխանում էի, դե ասեցի, շատ դժվար, շատ նեղ, շատ ծանր, ասեց, նույնն է քո սիրտն է։ Եթե բացես սիրտդ, կատարյալ սրտով, հոժար սրտով Աստծո խոսքը ընդունես, պտուղ կտաս։ Տեսեք, սիրելիներ, ես երկու համարն եմ կարդում ու վերջացնեմ։ Սա էլ խոսում եմ ինչի համար, ամփոփելով, որ այդ պարբերությունը հողի մեր կողմը որն է, որ անենք, որ պտուղ տանք։ Եզրասի մասին այսպես է գրված. Եզրասը ինքը քահանա էր, ինքը դպիր էր, սիրելիներ, ու իրանք գերության մեջ էին։ Եզրասի գիրք 7-րդ գլխի մեջ 10-րդ խոսքում այսպես է ասում, սիրելիներ.
Եզրաս 7:10 խոսքը։ Ասма ուստի Եզրասը իր սիրտը պատրաստեց, որպիսի Տիրոջ օրենքը փնտրե ու կատարե, օրենքն ու կանոնները սորվեցնե Իսրայելին։ Ինչ արեց Եզրասը, իր սիրտը պատրաստեց։ Իր սիրտը պատրաստեց։ 108 Սաղմոսի առաջի խոսքում Դավիթը այսպես ասում, ասում իմ սիրտը պատրաստ է ով Աստված, իմ սիրտը պատրաստ է, Սաղմոս պիտի սեմ ու փառաբանեմ քեզի ով Աստված։ Այսօր սիրելիներ, այս այա Տերը ուզում, որ իմ ու քո սիրտը պատրաստ լինի։ Ոչ մեկ չի կարա քեզ փոխի, ոչ մեկ չի կարա ինձ փոխի։ Մարդուն ինչքան ուզում ես ասա իր սխալները, իր վիճակները, նա չի ընդունելու սիրելիներ, նա մերժելու է, բայց մեկ բան կա, որ մեզի կարա փոխի, Աստծո խոսքը։ Եբրայեցիների 4:12-ում ասում է Աստծո խոսքը կենթանի է ու զորեղ, ու ամեն երսայրի սրից կտրուկ է, որ ներսա թափանցում մինչև հոդվածները ուղնուծուցը քննում է մարդի սրտի խորհուրդները։ Մի բան կա, որ կարա փոխի, Աստծո խոսքը ու Աստված սիրելիներ։ Երեմիան էլ ասում է Աստծո խոսքը 23:29 է, եթե չեմ սխալվում Երեմիայի, ապարաժի մուրճի պես է, կրակի պես է, այրում է, ջարդում է այդ ապարաժները, մեր սրտի կարծրացած տեղերը կոտրում է Աստծո խոսքը, սիրելի եղբայրս, քույրս, կախված է մեզանից։ Հենց որ Աստծո խոսքը ընդունես, դու կտեսնես ինչպես ես բժշկվում։ Ես կտեսնեմ ինչպես է փոխվում իմ կյանքը ու ինչպես է իմ ներսը, այդ փշերը դառնում պարարտ հող, սիրելիներ։ Մեր ներսը փուշ ու տատասկ էր, Աստծո խոսքը մեր մեջ բնակվելով մեզի դարձնում է պարարտ հող, սիրելիներ։ Այդ անապատը դառնում է ինչ պտղաբեր արտի, չոր անապատը երկիր է դառնում, մենք այդպիսի երգել ունենք։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ, այսքանը կար իմ սրտում խոսալու, ես գնամ ինքնակնություն անեմ ու տեսնեմ, թե արդյոք ես ինչքանով եմ հոժարվում Աստծո խոսքով ապրելու։ Ես նայեմ իմ կողմը, ոչ մեկի վրա չգցեմ, ոչ իմ եղբոր վրա, ոչ իմ քրոջ վրա, ես ինձի նայեմ ու իմ անձը քննեմ։ Կանք աղոթքի։ Ասենք Փառք Տիրոջ, ունի եղբայրը մեզի օրհնեց Փառք Տիրոջը, բայց մի բան էլ ասեմ, օրհնությունից առաջ խրատել է պետք։ Օրհնությունը գալիս է խրատից հետո, Փառք Աստծուն։ Գիտեք, հին ուխտի ժամանակ Աստված մարդկանց հետ երբ որ հայտնապես խոսում էր եւ իրանց նյութական կյանքը օրհնելով ցույց էր տալի, որ ինքը իրանց հետ է, քանի որ դեռևս բացված չէր որդին, բացված չէր Սուրբ Հոգին, Հայր Աստված ինքն կենդանի գործում էր իր ընտրյալների հետ եւ իրանց ունեցվածքը օրհնելով ցույց էր տալի, որ ինքը իրանց հետ է, որպեսզի մարդիկ տեսնեին ֆիզիկապես, հասկանային, որ Աստված իրանց կողքն է, սիրելիներ։ Չնայած դրան Աստված այնքան շատ օրհնություններ արեց Իսրայելին, բայց իրանք էլ իրանց խստապարանոց սրտով անապատի մեջ քանի անգամ Տիրոջ դեմ դուրս եկան։ Եվ դրա համար Ստեփանոսը, դու գիտեք Ստեփանոս ինչ է, Աստծո օրհնյալ զավակ, որը քարկոծվեցավ, գործ կառաքելոցում ենք կարդում ենք, գիտեք իրանց ինչ ասեց, ասեց դուք խստապարանոցներ, սրտով չթլպատվածներ, միշտ հակառակ կեցաք Աստծուն, միշտ։ Ինչ եք կարծում, նոր ուխտի ժամանակաշրջանում մենք մեր ապրած կյանքով միշտ Աստծուն հաճելի ենք, թե նույնպես էլ միշտ հակառակ ենք կենում իրան մեր ապրելակերպով, մեր վարմունքներով, մեր արածներով, մեր ասացներով։ Գիտեք, ինչ մեծ ավելի դատաստանա սպասում այն մարդկանց, այն ժամանակներում, որտեղ Հիսուսն է կենդանի գործում եւ խոսք տալի ինքը։ Հիսուս այսպես հանդիմանեց փարիսեցիներն ու ասեց. «Վայ ձեզ փարիսեցիներ, վայ քեզ Բեթսայիդա, Կափառնիայում, ինչու»։ Ասաց, որովհետև այն ժամանակ իրանք մարգաների ասածներով ապաշխարում էին, բայց այսօր իրանցից մեծ մեկը կա ստեղ, Հիսուս իր համար ասեց, իրանցից մեծ մեկը կա, որին դուք չեք ընդունում, չեք հավատում։ Այսօր Աստծո խոսքը կենդանի բխում է այստեղից եւ ջրում է իր եկեղեցին, բայց մենք շատերս մեր սրտերը փակ է, չենք կարողանում ընդունենք։ Ինչու, որովհետեւ ոմանք հանդիմանվում են, ոմանք չեն ուզում իրաց կյանքը փոխվի,
Ոմանք իրենց լավ են զգում իրենց գտնված վիճակի մեջ։ Ինչու, որովհետև մեր ապրած կյանքը մարմնավոր, մարմնի ցանկությունների հետ ավելի շատ ենք մենք զբաղված, քան թե հոգևոր կյանքի սիրելիներ։ Բայց տեսեք, ինչ օրհնություններով է օրհնել այսօր մեզի Տեր Աստվածը։ Եփեսացիս առաջի գլուխ 3-րդ խոսքում կարդում ենք հետևյալ տողերը. Օրհնյալ է Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց հոգևոր օրհնություններով երկնավորների մեջ Քրիստոսով։ Լսում եք, ինչ հոգևոր օրհնություններ։ Խոսքը շարունակում է. Ինչպես մեզ անով աշխարհի սկիզբեն առաջ ընտրեց, որպեսզի մենք սուրբ ու անարատ ըլլանք իր առջև սիրով։ Աշխարհի սկիզբեն առաջ ընտրեց։ Լսում եք, Հիսուս մեզ ընտրել է աշխարհի սկիզբեն առաջ։ Երբ որ ոչինչ չկար երկիր մոլորակ, չկար գետեր, ջրեր, անապատներ, ծառեր, ձկներ, կենդանիներ, մարդկություն, ոչինչ չկային, բայց ասում է ինքը մեզ ընտրեց աշխարհի սկիզբեն առաջ։ Նա ընտրել է ինձ ու քեզ։ Դա գիտեք ինչ օրհնություն է, ինչ հոգևոր օրհնություն է դա, եղբայրներ, քուրեր։ Եվ այս բանը մենք չգիտակցելով ապրում ենք մեր ուզած կյանքը, գնում մեր մարմնի ցանկությունների հետևից։ Եթե այսօր խոսքը խիստ է հնչում սիրելիներ, ես ձեզի շտապեցնում եմ մի բան ասեմ, որ դուք բոլորդ լավ իմանաք։ Թե հին ուխտում եւ թե նոր ուխտում, բոլոր քարոզներն էլ, բոլոր մեր եղբայրներն էլ, սուրբերն էլ, առաքյալներն էլ, այդպիսի մարդահաճո քարոզներ չեն արել։ Ոնց որ հիմա շատ տեղերում կարող ենք լսել։ Շատ տեղերում մարդահաճո քարոզներ։ Այո, հիշում եք Գաղատացիս 5-րդ գլխում երբ որ խոսում է հոգու պտուղի մասին, հիշում եք այդ տեղը, Գաղատացիս 5-րդ գլուխ հոգու պտուղի մասին, սեր, խնդություն, խաղաղություն, երեկամություն, համբերություն, այս բոլորի մասին մենք շատ ենք խոսում, որովհետև հաճելի է մեզի սեր ունենանք, խաղաղություն ունենանք, երկայնամտություն, բարություն, այս բոլոր բաները մեզի հաճելի է, բայց գիտեք դրանից առաջ ինչ է ասում։ Ասում է մարմինը ցանկանում է հոգին հակառակ, հոգին մարմնին հակառակ, եւ մարմնի գործերը հայտնի են, կարդանք, թե պետք չի։ Երևի կարդանք, հա։ Գաղատացիս 5-րդ գլուխ 16 խոսքից եմ կարդում։ Միայն թե զայս կզրուցեմ, հոգիով գացեք ու մարմնի ցանկությունը պիտի չկատարեք, վասնզի մարմինը կցանկանա հոգին հակառակ ու հոգին մարմնին հակառակ, եւ ասոնք իրարու հակառակ են, որ չլա թե ինչ որ կուզեք, զայն ընեք։ Ինչ որ կուզեք, զայն ընեք։ Ուրեմն հոգին միշտ հակառակ է մարմնին։ Ուզում եմ հարցնեմ քեզ սիրելի քրիստոնյա, դու տենում ես այդ պատերազմը քո մեջ։ Կա այս պատերազմը, դու տեսնում ես, որ քո մարմինը հակառակ է գնում հոգուն եւ հոգին հակառակ է գնում մարմնին։ Դու տեսնում ես այս պատերազմը, եթե տենում ես, դու լավ տեղում ես։ Թեկուզ դու չես կարողանում դեմ դնես, բայց դու լավ տեղում ես։ Հասկանում եք, այսինքն նրանք ովքեր որ չեն տեսնում, էսի ահավոր է։ Իրանք ապրում են մարմնի ցանկություններով պարզապես, բայց չեն տենում, որ իրանց հոգին իրան ներսին տանջվում է։ Չի ուզում։ Հակառակ է գնում։ Եվ լրացնում է, ասում է, սուսարա, ժամանակը չի, այսօր ավելի լավ բաներ եմ տեսել։ Ավելի լավ բաներ եմ անում։ Իսկ գիտեք Հիսուս երբ որ Գողգոթայի Գեթսեմանի պարտեզում աղոթում էր, ինչ ասեց։ Հիշում եք այդ խոսքը։ Լուկաս ավետարանի մեջ 24-րդ գլխում այսքան գիտեմ գրված ասում է, երբ որ նա աղոթք էր անում, եկավ առաքյալներին, տեսավ, որ քնած են։ Ինչ ասեց։ Ասեց հելեք աղոթք արեք, հոգին հոժար է, մարմինը տկար։ Եղբայրներ քուրեր, մեր հոգին հոժարը Աստծո խոսք լսի, հոժարը Աստծո տունը գնա, աղոթք կանի, հոգին հոժարը, բայց մարմինը տկար է, չի ուզում, մարմինը ասում է հոգնած ես, քնի, հանգստացի, գնա այս ցանկություն տարա մի քիչ թուլացի, հետև այդպես բաներ էլի։ Բայց հոգին այդպես չի, հոգին տանջվում է, երբ որ մարմնի ցանկություններն առաջ գալի մեր կյանքում։ Եթե դու դա տեսնում ես, ուրեմն դու պայքարի մեջ ես։ Եթե պայքարի մեջ ես, ուրեմն հաղթելու ես։ Փառք Տիրոջը սրա համար։ Եվ դրա համար էի ասում, ոչ հին ուխտում, ոչ նոր ուխտում, առաքյալները, մարգարեները մարդկանց հաճելի քարոզներ չեն տվել, միշտ էլ հանդիմանական է եղել։ Միշտ։
Եվ դրանցից մարդիկ կամ ապաշխարել են, կամ հակառակվել են, չեն ընդունել։ Եղբայրը հիշացրեց, չէ՞, ասեց, եկավ ասացին խիստ է այդ խոսքերը։ Ով կնա զանոնք տանել, ով էր ասում, Հիսուսն է չէ խոսում այդ խոսքերը, որ ասում էր ով որի մարմինս ուտի եւ արյունս խմի։ Հիսուսն էր ասում դա, բայց Իրանից չընդունեցին այդ խոսքերը։ Ասացին խիստ է այդ խոսքը։ Եթե Հիսուսից չեն ընդունում կյանքի խոսքը, ինձ նման մեկը որ կանգնից տեղ ասի, հանդիմանական քարոզանի կընդունեք, ասի կեսով է։ Հասկանում եք։ Բայց երբ որ իմ սիրտը կանչում է, իմ սիրտը փափագում է, հոգիս ուզում է ազատվի, Հիսուս կանգնած է հենց այստեղ քո համար։ Նա տեսնում է քո տառապանքը, դժվարությունը, նա տեսնում է որ դու ուզում ես դա անես։ Հաճախ թողնում է որ տեսնի քո հավատարմությունը, պայքարը, տեսնա մինչև վերջ գնալու ես թե հանձնվելու ես, ասելու ես դե մեկ Աստված ինձ չի լսում։ Ոչ, դու պայքարիր, մինչև այն օրը որ կգա ժամը եւ դու ազատություն կստանաս։ Հոգիդ նեղված է, ինչ ես փնտրում մարդկանց մոտ։ Գնա տուն, այնքան աղոտ կարա, մինչև որ դուրս գաս այդ վիճակից։ 5 րոպե չի էդի, 10 րոպե չի էդի, 15-20 րոպե չի։ Միգուցե 2 ժամ քեզի պետք է որ դու աղոթես, որ դու ազատվես քո հոգու նեղությունից։ Մեկը զանգել է ինձ տեքստ արել ավելի ճիշտ։ Հոգի շատ նեղված է, շատ նեղություն ունեմ, ոչ մեկին չեմ ուզում տեսնամ, ոչ մի բան չեմ ուզում խոսամ եւ այլն։ Հարց եմ տալի, աղոթք արել ես։ Չեմ կարողանում։ Բայց ինչ անեմ քո համար։ Սելն դեզի մի բան ասեմ։ Այն հոգիները, որոնք որ իրանց կյանքի մեջ զգում են նեղություն, հոգևոր նեղություն, չենք խոսում ֆինանսական, չնայած դրանցից էլ է մարդու վրա ազդեցություն գալի, հոգու նեղություն գալի, բայց երբ որ կապված է քո հոգին, նեղությանը, դժվարությունը, տառապանքը, ցավ ես կրում դու ինչ-որ բանից, եւ դու ասում ես եկեղեցի աղոթք արեք ինձ համար, ես դժվարության մեջ եմ։ Սելից եթե ես, ասեք թե ինձ է վերաբերվում այդ խոսքը։ Ես ինքս դրա համար չեմ կանգնում, չեմ պայքարում, աղոթքի չեմ կանգնում, խոսքի մեջ չեմ փնտրում Տիրոջը, եկեղեցու աղոթքը ուժ չունի։ Մենք կանենք, մենք չենք ոնց որ ասում մերժում, մենք կանենք, մեր պարտականությունը կկատարենք, բայց երբ որ ես չեմ կանգնում ինձ համար աղոթելու, պայքարելու, պատերազմի մեջ մտնելու, այ Պողոսն ասեց, չէ՞ ասեց, ես պատերազմեցա, ինչ պատերազմի մասին էր խոսքը։ Իհարկե միտեղ մենք կարդում ենք, որ ասում է Եփեսոսում գազանների դեմ մարտնչեցա, մի ուշտեղ էլ ասում է մարդանման գազանների դեմ պատերազմեցի։ Բայց այն հոգու պատերազմը, որ եղբայրը կրել էր առաքյալը, Հռոմեացիս 7-ում այդի գրած, հոգու պատերազմը, այս պատերազմը պիտի կանգնենք ես ու դու սիրելիներ։ Եթե դու չես աղոթում քո համար, ելի եմ ասում, այնքան աղոթի, մինչև որ Տերը ազատի քեզ։ Ոչ թե 5 րոպեի մեջ կամ 10 րոպեի մեջ, այս պայքար չի, այսի պատերազմ չի, այս ինքնախապեյություն է։ Ինքնահանգստացում է, որ ասեմ դե աղոթեցի, տեսնամ երբ է Տերը այցելելու, ոչ, կանգնիր Տիրոջ համար։ Կանգնիր Տիրոջ առջև քո համար եւ ասա, Տեր մինչև չազատես չեմ ես վեր կենալու։ Եղբայրը ասեց Իսրայելի մասին, չէ՞։ Դու կարդացել եք այդ մարտնչումը, այդ պատերազմը, երբ որ ինքա հրեշտակի այդ պատերազմում էր։ Ամբողջ գիշեր կանգնած ասում է Հակոբը պատերազմեցավ այդ հրեշտակի հետ, ամբողջ գիշեր, եւ ինչ ասեց ինձ մինչև չորտնես, բաց չեմ թողնելու քեզի։ Դուք պատկերացնում եք մարդը հրեշտակի հետ պատերազմի, ով կարա հրեշտակի հետ պատերազմի, այդպիսի ուժ ով ունի մեզանից։ Կարանք։ Մեր ուժը 5 րոպե է։ Իսկան է չի քաշում։ Ինչի համար գիտեք, որ մեզի մեր խճմտանքը հանգստացնենք, ասենք, դե աղոթել եմ։ Ասենց հանգի սրտով գնամ, ասեմ, դե աղոթք արեցի, մնաց Աստված գիտի, Աստված կտա, երբ պիտի տա Աստված։ Աստված պիտի քեզի այդ օրը տա, այսօր քեզի պիտի տա։ Կանգնիր եւ պատերազմիր, եթե պետք է մինչեւ առավոտ։ Բայց մենք չենք անում դա, մեզի թվում է թե եկեղեցին աղոթեց, մեր խճմտանքը հանգստացավ, ուրեմն դե լավ է։ Չնայած ասեմ ձեզ, եկեղեցիները զորավոր են, ես չի որ եկեղեցիները տեղ չի հասնում։ Բայց երբ որ գալիս է կպնում է այն վահանին, որ ունես քո եւ Աստծո միջև եղած արգելքը, այդտեղ արդեն դու պետք է կանգնես։ Դու պիտի կանգնես։ Մինչև որ բժշկվես, մինչև որ ազատվես, մինչև որ կանգնես ոտի ու փառավորես ու այցելվես։ Եղբայրն ասես վերջանկամներ պետք այցելվել։
Շատ լուրջ հարց է դա։ Չես զգում այցելություն, կանգնիր մինչև որ այցելվես։ Մինչև վերջ կանգնիր, ասա մինչև չգաս, ես չեմ թողնելու աղոթքս։ Չէ, չեմ կարող այսինչի գիտեք, որովհետև գործս մնաց, տունս մնաց, երեխես մնաց։ Հիմա ճաշի հարցը հեշտացել է, քուրիկ ջան, ասեմ իմանաս։ Հիմա մի հատ օրդեր ես անում, գալիս է, դե պրոբլեմ չկա ճաշերի հետ կապված։ Ընդհանրապես մատի երկու հպում է, տպ, եկավ։ Ճիշտ է, մի քիչ թանկ է, բայց ոչինչ, յոլանք տամ։ Հիմա ասածս ինչ ասելներ, որ կանգնեք մեղքի դեմ, մարմնի ցանկությունների դեմ, պայքարի մեջ մտեք, մի հնազանդվեք դրանց։ Դրանք ձեզի կուլ կտան, առաջ կտանեն, չեն թողնի առաջ գնա, կուլ կտան ձեզի։ Մարմնի ցանկությունը շատ հեշտությամբ է գալիս, շատ արագ է գալիս։ Ես շատ անգամ ասել եմ, էլի եմ ասում, հիմա մենք կերկենք ու կաղոթենք։ Դուք նկատել եք, որ մարդուն հպարտանալու համար ընդամենը մի վայրկյան է պետք։ Մի վայրկյան։ Բայց խոնարհություն սովորելու համար Oh my God, տարիներ է պետք։ Որ խոնարհություն սովորենք, տարիներ է քաշում։ Ու դա ամենադժվար գործն է իմ եւ Աստծո առաջ, որ խոնարհության հասնենք։ Մենք ասում ենք Հիսուս խոնարհ էր, գնաց խաչի վրա, մեռավ, ծպտուն չանեց, գառնուկի նման, հասկանում եք, բայց ինքը մեզ չի կարողանում հասցնել խոնարհության։ Ոչ թե ինքը կարողություն չունի, մենք շատ ենք դեմ դնում դրան։ Բա որ հանկարծ էսի սենց ասի, էնին էնց ասի, կնիկս թռնի նստից գլխից, չգիտեմ, գործերս վատանան, չկարանամ սուտ ասեմ, ո՞նց կլինի ես խոնարհվեմ, այդպես չի կարելի։ Մի քիչ խոնարհություն կարող խաղում եմ եկեղեցում ցույց եմ տալի, բայց մեկը էդի մի օր պորտկվում է, չի մնում իմ մեջ։ Կորելու է։ Թող Աստված մեզ օգնական սիրելիներ, ներող կլինեք, իհարկե ես ուղղակի Տերը ինչ-որ դրեց իմ մեջ, ես դա արտահայտեցի, ես ձեզանից գաղտնիք չունեմ, ես ընդհանրապես միշտ աղոթք եմ անում եւ ասում եմ Տեր, այն ինչ որ պետք է որ դու տաս եկեղեցուն, էդի ասա մեզ, էդի տուր, որտեղ դու սրտագետ Աստված ես, գիտես հիմա ինչա պետք է ժողովրդին։ Թե եղբայրների միջոցով, թե իմ միջոցով, քո խոսքը հասցնում եզի։ Եվ այս խոսքը պիտի բժշկի այսօր։ Այս խոսքը պիտի ազատի, եթե կա մեր մեջ, որ կան մեղքեր են գործում, անպայման խոստովանվեք էդի, մի թողեք մեղքից մեղք ծնվի, չարությունից չարություն ծնվի, մի թողեք, քոքից կտրեք, որ չշարունակի ձեր կյանքը չխորտակի այդ մեղքը։ Գանք խնդրում եմ ոտքի կանգնենք մի հատ երգ երգենք եւ աղոթքի գանք։